Սարտակի աղբերություն, պրիվետ։ Այս անգամ էլ որոշեցի Կոստյայի հետ մեր հին տղամարդիկ պոդքասթի շրջանակներից մի փոքր այն կողմ երկու բառ խոսենք օրվա իրադարձությունների վերաբերյալ։ Ինչպես գիտենք, այսօր ԲՀԿ-ն ԿՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնում իրենց վրայից տարած ձայների վերաբերյալ, դե պարզ էր, որ պետք է Նիկոլենք ամեն ինչ անեին, որ այդ ձայները քերեին իրենց վրայից, բայց այդտեղ մի հատ կարևոր նյուանս կա, ինչի մասին ես կուզենամ կոստուել քո կարծիքը ասես, տես Նիկոլենք առասարա կարմիր գծեր չունեն, այս մարդկանց ինչ ուզում է սարա, իրանք ուզեցին որ պետք է ԲՀԿ-ն չգնա, չմասնակցի, բայց օրենք կա, երևի ախպեր, լավ, մի րոպե, ուրիշ բան ասեմ, ինչքան էլ օրենք կա, միևնույն է, կարա մի տեղ գրեմ, տակը ստորագրեմ, բան այդ երկու տեղամասը չեն հաշվարկելու, այսինքն նոր ընտրությունը տեղ չեն իրականացնելու։ Ես համոզված եմ դրանում, հիմա մինչև Կիրակի օրը խափին ճամփին ժողովրդին տուն, հիմա ինչ ես կարծում, մինչև Կիրակի օրը կտա ԿՀ-ն այդ թույլտվությունը, որ գնան նորից այդտեղ վերընտրություն անեն, թե չէ։ Ելնելով ով է մեր վարչապետը, հա, այդտեղ ոչ մի, ասենք, կանխատեսումներ չես կարող անել։ Այսինքն, բայց հստակ օրենքը կա, որ սահմանում է օրենքը, որ եթե խանգարում է, չէ, այդ ձայների այդ վերահաշվարկը, եթե խանգարում է այդ բանին, անունի չէ։ Ախպեր չի խանգարում ընդհանուր բանին։ Խանգարում է, որ մի քանի ձայնով։ Նիկոլես չի խանգարում, կապ չունի ԲՀԿ-ին խանգարում է, թե չէ։ Դե կարևորը Նիկոլես չխանգարելն է, ախպերս։ Դե եթե Նիկոլենք խանգարում է, ուրեմն ամենձև փորձելու են, որ չեղարկեն այդ ամեն ինչը, որ ԲՀԿ-ն չանցնի։ Արա, բայց մի հատ բան ասեմ։ Բայց ինչքանով կստացվի չեմ կարող ասեմ, դա ժողովուրդ ջան, մեզնից է կախված բոլորս։ Հիմա ես օրինակ ԲՀԿ չեմ ընտրել, ԲՀԿ անդամ չեմ եւ բան, բայց ընդդիմադիրի տեսակետից ես գտնում եմ, որ պետքա օգնենք էլի, մեկս մյուսին օգնենք, որ այս բեսպրիձելությունը չշարունակվի։ Չէ, այն որ ԲՀԿ-ի 4%-ը տանցողիկության շեմը ապահովելը շատ կարևոր է ընդհանուր ընդդիմադիր դաշտի համար, դա չի քննարկվում։ Կարևոր է։ Դա ինչ խոսք կարևոր է, բայց դա Նիկոլեն դե գցող են, դե պարզա գցելու են, ստեղ էլ էին գցելու, ապա դալալներ են ընկեր իրանք։ Ամեն ինչ անում են, ու առավել ևս, որ Վահագն Հովակի իմանա դեռ դուրս չի եկել Նիկոլի օգնականի կարգավիճակից, դեռ ինքը միջև այսօր Նիկոլի օգնականն է։ Պլյուս նշենք, որ Վահագն Հովակիմյանը ինչքանով է դա արդար էլի, ասենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն Նիկոլի մոտիկ ընկերն է, ամենձև աֆիլիացված է, պլյուս ԿՊ հիմնադիր է, էլի, ինչքանով է դա արդար, որ ասենք դե դեպի ժամանակին դրա մասին մտածենք, բայց ինչևէ հարգելի Դե օրենքը ոնց են շրջանցելու, ես դա չգիտեմ, որտեղ կոնկրետ հստակ կա օրենք, եթե խանգարում է ԲՀԿ-ին, այսինքն այս դեպքում ԲՀԿ-ին։ Անգեր չես ասում ինչ եմ ասում։ Այստեղ հարցը ԲՀԿ-ին խանգարելը չի, հարցը Նիկոլեն չխանգարելն է, անգեր։ Դրա համար իրանք հիմա օգտվելու են այն բանից, որ ընդհանուր բանի վրա չի ազդել։ Ժողովուրդ պետքա պայքարենք։ Դրա համար այո, ես էլ եմ այդ կարծիքին, որ պետքա պայքարենք, պետքա ինչու՞ չէ, նաև պետքա թեկուզ մեր ֆիզիկական ներկայությամբ ներկա գտնվենք ցանկացած ակցիայի։ Թեկուզ նայեք, մի բան ասեմ, կներես Հայկ ջան, ընդհատեմ, Նիկոլ ընտրողների համար եմ ասում։ Դաժե այդ անգամ ձեր համար էլ է։ Այս ընդհանուր առմամբ եկեք ճիշտը խոսանք, հա, լավին լավ, վատին վատ, հա։ Անարդարություն է։ Եթե մի թողենք այս անարդարությունը, իմը կապ չունի, Նիկոլն լինի, էսը լինի, ճիշտ է Հայկ ջան, որ չպետք է թողենք, այդ նաև ձեր համար, վաղը մեսօր կարողա չէ հաստատ նույն արդարությունները ձեր հանդեպ անելու։ Որեսի չմարսեն, պետք է բոլորս չթողենք։ Արդարություն, ոչ անարդարությունը չպետք է թողենք մեր երկրում, այսքան բան։ Համաձայն եմ քո հետ, հարգելի հետևորդներ ջան, հարգելի ընկերներ, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ այդ YouTube-ի ալիքին, այս ալի լինկը կոմենտում դնելու եմ, լայքեք, քֆուր մի տվեք ամենակարևորը, որ արդարություն ենք ուզում, արդարության համար քֆուր։ Եթե մատ ուրիշ բան ասեմ, իրանք արդեն կրել են ընկեր Նիկոլենք, էլ քֆուր են տալի ինչ անեն։ Դե ի՞նչ են կրել 49 51, այն որ ասում է Զիլենսկի պրասրոչին, նույն царь не настоящий։ Հարգելի ընկերներ ջան, ձիգ մնացեք, առողջ եղեք, ինչ ասեմ, քիչ վնասները որ բոլորիս։ Լավ եղեք։